Տեղյակ եք, որ Փաշինյանը հույժ գաղտնի որոշմամբ շուրջ 3 միլիարդ դրամ է բաժանել իշխանականներին, բայց ասում է, որ թոշակները բարձրացնենք, թոշակառուն չի իմանա ինչի վրա ծախսի ավել գումարը։ Արդար է արդյոք, դուք ծախսելու տեղ չունեք եւ ծախսելու ձևը չգիտեք։ Պարզ բացատրեմ, լյուբոյ թոշակառուն ցանկալի։ Այդ փողը վերամ կամ դեղ առնեմ, կամ հաց առնեմ եւ այլն, ասենք որ ինքը օրվա իր ինչ որ մի բան ապահովի, ճիշտ է։ Ինչի՞։ Այդ ոնց է որ թոշակառուն չի հասկանում, ինքը հասկանում է։ Ինքը կարող է արդեն դեղ կուբամետրով ես իմ ինչեր անեմ, ինչ անեմ, ինչ չի անեմ, բայց 10,000 դրամ այնտեղ մտավ բյուջե, այնտեղ պետք է թոշակառուն դեղ առնի կամ հաց առնի։ Պետք է մի հատ իսկական հերոս ծնվի, մի հատ հայ ծնվի, որ կարողանա ժողովրդի վիճակից անել։ Ինչ է նշանակում, ասում եմ, թոշակառուն պետք է 10,000 դրամ ինչ պետք է անի։ Իրանք ինչ են արել, որ եկել են ղեկավարության։ Կերեդիտով բոլորն էլ ասում են, որ լվացքի մեքենա ենք վերցրել, խալացելնիկ են վերցրել, իսկ մի 10 հատով ամեկը տուն ունել, $200,000 մեքենա ենք շեմ։ Ինչ կարանք սպասենք, ոչ մի բան էս եկած։ Ինչ չի, ես էլ եմ թոշակառուն, չգիտեմ։ Շատ պոստեր եմ, ղեկավար պոստեր եմ աշխատել, այսօր ստանում ենք ընդամենը չնչին գումար, որ գոնե չորացի փողել չի լինում։ Եթե տղաները, ընտանիքի մյուս անդամները չօգնեն, դրսում են մեր երեխեքը։ Այստեղ թոշակով ինչ պետք է անենք մենք։ Թոշակառուն շատ լավ գիտի ինչի վրա ծախսի եւ ինչպես ծախսի։ Ասում է թոշակառուն 10,000 դրամ է ինչ տյանի։ Ես երեխանց սարիվ գնում եմ մի հատ դասարանցի, ձայնագրում ես էդի։ Ասի ուր ես գնում, ասում գնում եմ սպասեմ, ժամը լրանա, որ սուտկեն անցկենա, հացը էժան առնեմ 100 դրամով, վայ մամ։ Վայ։ Որ փողը լինի, կիմանանք ինչպես օգտագործելի, այդ ոնց է որ իրանք գիտեն ոնց օգտագործել միլիոնները, իսկ մենք չգիտենք ինչպես օգտագործել 10,000 դրամը։ Սխալ է, որովհետև ժողովրդին է պետք է մի քիչ եթե այդ պարգևատրումը արվում է, թոշակառուններին է կարելի մի քիչ գոնե 10,000 դրամով բարձրացնել։ Այս բան չունեմ, այդտեղ սխալ է։ Գոնե մեր թոշակների հարցը կարգավորի, մենք էլ ենք, ման են գալի մի հատ նորմալ չենք կարողանում որ մի բան առնենք, էլի մենք էլ ենք մարդ չէ վերջապես։ Գոնե չասեն, էլի գոնե չասեն, ոնց որ թոշակառուներին ստորացնեն, էլի իմաստը որն է։ Պետք չի։ Ասում թոշակը ինչ պետք է անի այդ փողը, չի կարելի, չէ։ Բայց թոշակառուն պարգևավորության չի հասնում, մեռնեմ ջանից։ Չի կարելի, թոշակառուն էլ 20-30 տարի ֆաբրիկային աշխատել եմ, 37,910 դրամը խեն գրի, թայեմ հվակեմ, ամոթ։ Թոշակառուն ասմա 10,000 դրամ, ինչ բդյանի, ծաղիկ բդյարնի վրից տնի։ Ինչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք կամ ձեր դիմաց դուրս գա։ Կասեմ մամուտ քեզ, որ խոստումներ տվիր ու չկատարեցիր։ Մինչև երբ արդեն սենց լրիվ սաղինի չասնի ներքև ու դառնի խփելով կամ ինչ-որ մի բանով դրանով հարց չեն լուծում։ Մենակ մի հարց ունեմ, տան ինչքան է իրան պետք, որ իր ծրագիրը լրիվ մեզ արդեն մեր իջացնի էլի լրիվ արդեն այն աստիճանի, որ ի վիճակի չէ էլի ժողովուրդը։ Հատկապես իր այդ կողակիցներն են, որ այնտեղ ասենք փողոցից բռնման նախարարան նշանակում եւ այլն, հիմա էլ ասենք ինչ որ ձերի պետք է վիրահատություն անեն։ Հա հետո ժողովուրդը պետք է առողջ լինի, չէ՞ ասում իր կարծիքով, բայց պետք է կուշտ էլի որ առողջ լինի։ $100 էլ չես թոշակ տալի, այդ մարդը ոնց ապրի։ Ոչ մի բան, կառհամարենք ու կանցնենք։ Չեմ էլ ուզում սկի հանդիպեմ, առաջինը ես եմ ընտրել, բայց փոշմանում եմ։ Կասեմ գեդինը մտնես, այս որ ես ժողովրդին այսօրն ես գցե։ Ես այն եմ ուզում ասեմ, որ ժողովուրդը մեղք է, շատ է մեղք, շատ են խղճացել, հասկանում եք, Երևի ոչ մի բան չեմ ասի, ասելու բան չունեմ իրան։ Շատ բան կասեմ, բայց չեմ ուզում։ Ամենակարևորը որ 18 թվին ինքը եկավ, 20 թվին որ եկավ ինքը, լավ խոստումներ տվուց, լավ ապագա ցանկացավ, բայց ծորվա պահով ոչ ապագա կա, ոչ մի բան էլ չկա։ Ինչ ասեմ այդ խամաճիկին, նա խամաճիկ կա, ուրիշների
ազդեցության տակ բարեկող, սեփական խելք չունի, սեփական իմաստություն չունի եւ Աստծո վախ չունի, ցավը նրանից է, որ Աստծո վախ չունի։ Եթե նա վախ ունենար, իր կյանքը թեկուզ զոհեր, կարար նրան չհնազանդվեր։ Ինքը ուրիշների կամակատարն է։ Իր մակարդակը այդքան է։ Մենք պետք է իրան ոչ թե բացական բաներ ասենք, որովհետև տեղ չի հասնի, այլ իրան ողորմանք։ Ինքը ողորմելի վիճակում է։ Ինքը ուղղակի ողորմելի։ Այդ իրանց փողերը իրանց չեն փրկելու երկնային դատաստանից։ Ես չեմ էլ ուզում երեսը տենամ։ Ռիսկի բան է։ Ռիսկ, որ ասես։ Մտամ թե ուզում հանդիպեմ էլ ինչ ասեմ, նայեք ինչ ղեկավար։ Սա Արցախը հանեց, տվեց, ինչ ղեկավար դրանից։ Вообще չեմ էլ ուզում դեմ կտենա։ Սա քանդին ավիրեցին։ Չունիկ տնտեսություն, գյուղատնտեսություն, սա լքված, զզված են մարդիկ։ Ոչ մի բան չէ, լավ բան չկա, ասֆալտ կսեն, ասֆալտը թոշագարուն իշտ ու դան, բողջեկով հացը կարնենք, որ երտանք, յոլատ երտանք, մարդ թոշագարուն էդ 36,000 դրամով իշտ են է, ցավը տանիմ, դեղ արնի, կոմունալները վճարե, ջրի, գազի, փոխտա, ինչ են է, դեղի փողը չէ, ախր, ամոտ է, Ինք օրենքով է թոշագարույն, պարոն Նիգոլ Փաշինյան ջան, ես քեզի կխնդրեմ, որ թոշագարույն դու 120,000 դիտաս, ոչ թե 36,000։ Եղավ աղբերս։ Ուրը մի հատ արի գնա թոշագարույններ ու տները ման արի, տեսել է, ինչը կաբրին, հələ քո այդ նախարարներու գրգեի։ Կասեմ շնորհակալություն, որ թոշակը չես թողում իմ ծերին, իմ քրտինքը ես վայել է, պետք է քարտոբանեն, որ ձերիցս տանեն փողը։ Ես քարտից բան չեմ հասկանում։ Երկիրը կործանել, բրծել են մի կել հանդիպան մասին ենք խոսում։ Որ հանդիպեմ կասեմ հանգիստ թող հեռացի, հանգիստ։ Որովհետև երկիր ղեկավարելը իր բանը չի, իր գործը չի։